Տան մաքրություն, սննդի պատրաստում, երեխաների, տարեցների և խնամքի կարիք ունեցող ընտանիքի անդամների հոգսեր։ Այս աշխատանքը ստեղծում է տնտեսական արժեք, սակայն չի վարձատրում և չի ներառվում երկրի հիմնական տնտեսական ցուցանիշներում։ Հայաստանում առաջին անգամ հաշվարկվել է չվարձատրվող աշխատանքի ամբողջական ծավալը ազգային ժամանակային փոխանցումային հաշիվների մեթոդաբանությամբ։ Հետազոտությունն իրականացվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ, պետական կառույցների և ամերիկա կառավարման խորհրդատվական ծառայության մասնակցությամբ։ Արդյունքները ցույց են տալիս խիստ արտահայտված գենդերային անհավասարություն։ Կանայք ամբողջ կյանքի ընթացքում տնային գործերին շաբաթական միջինում հատկացնում են 15 ու 3 ժամ, ընտանիքի անդամների խնամքին ևս 8 ու 6 ժամ։ Տղամարդկանց դեպքում նույն ցուցանիշները համապատասխանաբար 3 ու 6 և 2 ու 2 ժամ են։ Ամենամեծ տարբերությունն արձանագրվում է աշխատանքային և երեխա ունենալու ակտիվ տարիքում։ 30-ից 35 տարեկան կանայք չվարձատրվող աշխատանքին շաբաթական հատկացնում են մինչև 47-ից 49 ժամ, իսկ տղամարդիկ 8-ից 11 ժամ։ Աշխատանքային տարիքում մեր մոտ կանայք մոտավորապես 4-5 անգամ ավել աշխատանք են անում չվճարվող, քան թե տղամարդիկ։ Եվ մաքսիմալ տարբերությունը հասնում է այն տարիքում, երբ որ 23-ից 27 տարեկան հասակում, երբ որ տարբերությունը 10 անգամ ավել է։ 10 անգամ ավել ժամանակ կանայք ներդնում են այդպիսի խնամքի մեջ, քան տղամարդկան։ Հետազոտության հեղինակների գնահատմամբ չվարձատրվող աշխատանքի հիմնական շահառուները երեխաներն են, իսկ գլխավոր կատարողները կանայք։ Նրանց մեծ մասը միաժամանակ ներգրավված է նաև վարձատրվող աշխատանքներում, փաստացի աշխատելով 2 ամբողջ դրույքով։ Այդ ծանրաբեռնվածությունը սահմանափակում է կանանց մասնագիտական առաջխաղացումը, նվազեցնում եկամուտ ստանալու հնարավորությունը և հետագայում ազդում կենսաթոշակի չափի վրա։ Ընտանիք կազմելու և կարիերան շարունակելու միջև ընտրությունն անդրադառնում է նաև ժողովրդագրական իրավիճակի վրա։ Մասնագետները նշում են, առաջին երեխայի ծննդյան տարիքի բարձրացումը մասամբ պայմանավորված է հենց աշխատանքը և ընտանեկան պարտականությունները համատեղելու դժվարությամբ։ Որքան ավելի ուշ է ընտանիքը երեխա ունենում, այնքան նվազում է երկրորդ և երրորդ երեխայի ծնվելու հավանականությունը։ Չափազանց կարևոր է, որ կինը այդ մշտական մեղավորության զգացումը տանելով առաջ չգնա աշխատանքի մեղավոր զգալով իր ընտանիքից այդ ժամանակը վերցնելու տեսանկյունից եւ չգնա տուն մտածելով, որ աշխատավայրում գործ եմ թողել, ինչ կմտածի իմ մասին իմ գործատուն կամ իմ գործընկերները, եթե ես իմ երեխաների խնամքով պետք է նաեւ զբաղվեմ։ Կարևոր է, որ մենք նաեւ կարողանանք այս բալանսին բերել, որպեսզի մարդը կարողանա իր պոտենցիալը հանգիստ ռեալիզացնել եւ նաեւ երեխաների ու ընտանիքի հետ անցկացրած ժամանակը լինի որակյալ ժամանակ, որպեսզի նաեւ երեխաների խնամքը որակյալ կարողանան կազմակերպել։ Առաջարկվող լուծումների թվում են մանկապարտեզների, մսուրների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների ընդլայնումը, աշխատանքային ճկուն ժամերի կիրառումը և ծնողական արձակուրդի ավելի հավասար բաշխումը կանանց և տղամարդկանց միջև։ Փոփոխություններ են անհրաժեշտ նաև գործատուների մոտեցումներում։ Ընտանիքամետ աշխատանքային պայմանները մասնագետների խոսքով ոչ միայն աջակցում են աշխատողներին, այլև բարձրացնում են արտադրողականությունը, նվազեցնում կադրերի արտահոսքն ու նոր աշխատակիցների վերապատրաստման ծախսերը։ Հետազոտության նախնական արդյունքներից որոշ դրույթներ արդեն ներառվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարություններում։ Հեղինակները նախատեսում են դրանք ներկայացնել պետական գերատեսչություններին և պարբերաբար կրկնել ուսումնասիրությունը հասկանալու համար։ Իրականացվող քաղաքականությունները նվազեցնում են կանանց չվարձատրվող աշխատանքի բեռը, թե անհավասարությունը պահպանվում է։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։